Պարոն Կարապետյան, շարժվում եմ ձեր կանխավարկածով, ձեր ուժի, պայմանավորում ենք այսպես, հաջորդ վարչապետը դուք եք, բայց պայմանով, որ իմ հարցերին կամ դիտարկումների մաքսիմալ հակագծերը բացեք, որքան հնարավոր է ուղիղ պատասխան տաք։ Նախ երկու փոքր ճշգրտում, որոնք բխում էին նաև գործընկերներից հարցերից։ Ասացիք, որ թիվ 1 ռազմավարական դաշնակիցը լինելու է Ռուսաստանը, ճիշտ եմ ասում, չէ՞, Հայաստանի, երբ որ դուք հաջորդ վարչապետը լինեք։ Արդեն պատասխանեմ։ Չէ, շարունակում եմ, էլի։ Առաջին երկիրը, որտեղ դուք կայցել եք, արդեն հաջորդ վարչապետն եք, պետք է որ հիմա արդեն որոշած լինեք, որը կլինի 1։ Երկրորդը, ասացիք, որ որևէ պետական մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածություն չեք չեղարկելու, չեք պատրելու գցեք մի կողմ։ Օրինակ Հայաստանի խորհրդարանը օրենք ունի ընդունած, որով նախանշվում է Հայաստանի շարժումը դեպի Եվրամիության անդամակցություն, մոտավորապես այդպեսին։ Այդ օրենքի հետ ինչպես եք բարվելու, լինելով Ռուսաստանի թիվ 1 ռազմավարական գործընկեր, եւ քանի Եվրամիությանը հասանք, ռուսաստանցի խոշորագույն գործարարներից մեկն եք։ Դուք որևէ սանկցիոն ցուցակում կաք Եվրամիության։ Նայեք, ինչ վերաբերվում է Եվրամիությանը։ Դուք գիտեք, որ ես նույնիսկ Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ։ Փաշինյանը չունի։ Փաշինյանը միայն խոսում է Եվրամիության մասին, իսկ ես ժամանակին հարգելով Եվրամիության շատ կարևոր հարցեր, որը համապատասխանել է ինձ, որը համապատասխանել է իմ ընտանիքին, գնացել, ստացել եմ Եվրամիության երկրի անձնագիր։ Թող փոքրիկ խմբակի մեկ անդամ նույնիսկ իրեն կարող է վիզա ստանալու համար տարիներով պայքարեն։ Դուք գիտեք ինչքան դժվար է դա ստանալ, այսինքն դու պետք է համապատասխանես իրենց երկրների կանոններին, օրենքին։ Ես չէի ուզենա այդ օրենքը կանգնեցնել, բայց ես վստահ եմ, որ այդ օրենքը վստահ եմ, իմ անձնական վստահություն եմ ասում, ոչ թե կանգնեցնելու եմ, մեզ հեռու չի տանելու, ոչ մեկը Եվրոպայում մեզ չեն սպասում, դուք չեք կարող ցույց տալ գոնե մեկ երկիր, որ Եվրամիության հետ սահման չունի եւ դարձել է Եվրամիության անդամ։ Այդպիսի երկիր գոյություն չունի։ Այսինքն մենք շարունակելու ենք երկել ապրել Եվրամիության հետ, ինչքան դա հնարավոր է, բայց հենց դա խաթարեց մեր երկրի բալանսը տարածաշրջանային երկրների հետ, որովհետև մենք արդեն տեսել ենք եւ տեսնում ենք հենց հիմա այն երկրները, ովքեր ֆանատորեն այդ գաղափարը ընդունել եւ տարել են, նույն Ուկրաինան, ինչ է կատարվում այսօր այնտեղ, նույն մեր հարևան Վրաստանը, ինչ կատարվեց այնտեղ, կորցրեցին իրենց լավագույն տարածքները, եթե դա բերելու է մեր երկրի գլխին փորձանք, մենք դա չենք անելու, եթե դա օգուտ է տալու մեր երկրին, մեր երկրի շահերից է բխելու, մեր ժողովուրդը դրանից օգտվելու է, դուք վստահ եղեք, ոչ մի բան ինչ չի կաշկանդում, ոչ Ռուսաստանի հայտարարությունները, ոչ Ռուսաստանի հետ իմ ունեցած լավ կապերը, իմ գլխավոր նպատակը լինելու է Հայաստանի շահերը եւ հայ ժողովրդի բարեկեցություն ապահովելը։ Կներեք, առաջին երկիրը չասացիք եւ սանկցիոն ցուցակի մասին։ Դե առաջին երկիրը ես ոչ մեկի հետևից չեմ վազելու, ով հրավիրեց եւ ես տեսա, որ դա համապատասխանում է, կգնամ այդ երկիր։ Ես հաստատ Փաշինյանի նման տուրիստ չեմ աշխատելու, որ ամեն օր միտեղ վազեմ, անիմաստ փողերը ծախսեմ, 8 տարի վազեց,
թող գոնե ցույց տա իր վասկից, նույնիսկ հեծանիվ քշելուց մենք ոչ մի բան չօգտվեցինք։ Թող ցույց տա, ասի այստեղ որ գնացել է, մեր երկիրը էսի է օգտվել։ Գնաց Պրագա, մեր երկիրը օգտվեց, որ Արցախում հիմա խաղաղություն է, բայց առանց հայերի։ Այսպիսի տուրիզմով ես չեմ զբաղվելու։ Ես զբաղվելու եմ մեր երկրի զարգացումով։ Սանկցիոն ցուցակում կաք դուք կամ ձեր ընկերությունները։ Ես ամենաբարձ սանկցիոն ցուցակում եմ։ Քաղաքացիական պայմանագրի սանկցիոն ցուցակում եմ։ Ուրիշ ոչ մի երկրի սանկցիոն ցուցակում ես չկամ։ Ես միակ խոշոր բիզնեսմենն եմ Ռուսաստանի։ Դա էլ նույնիսկ ապացուցում է, որ ես միշտ ունեցել եմ շուկայական բիզնես Ռուսաստանում, կախված չեմ եղել Ռուսաստանի իշխանություններից, չունեմ նկար Պուտինի հետ, չունեմ Կրեմլում գոնե մի դեպք, որ ես այցելել եմ Կրեմլ, որովհետև բոլոր հատուկ ծառայությունները, դուք գիտեք, այդ ցուցակները կազմելուց հաշվի են առել այդ հանգամանքները։ Ես միակ բիզնեսմենն եմ, ու խոշոր բիզնեսմեն եմ Ռուսաստանի, ով ոչ մի սանկցիոն ցուցակում չկա, բայց շատ արագ հայտնվեցի քաղաքացիական պայմանագրի ցուցակում, որը ամենավտանգավորն է աշխարհում։ Հայցում եմ գործընկերների ներողամտությունը հաստատ չեմ մոտենալու, մի ճշգրտում եմ, դուք որ ասացիք չենք չեղարկելու, այսինքն խաղաղության պայմանագիրը թրիփը լավարկելու ենք, ճիշտ եմ, չէ՞ դες հասկացել։ Դա է մնացածը։ Հիմա մի պահ պատկերացնենք Սամվել Կարապետյանը, էլի պետք է հիշատակեմ, Ռուսաստանի թիվ 1 ռազմավարական գործընկեր, ինչպես է համոզելու բանակցային սեղանի շուրջ Թրամփին, որ եկեք թրիփի մեջ փոփոխություն անենք եւ ավելի դժվար, ինչպես է համոզելու դեմարդեմ Փաքսենյակում Ալիևին, որ դուրս եկեք մեր օկուպացված տարածքներից, մի պահանջեք, որ փոխենք սահմանադրություն, վերադարձրեք մեր գերիներին եւ այսպես շարունակ եւ օրինակ Արցախահայության վերադարձի հարցը իրենց բնորան լինելու է պաշտոնական Երևանի համար առաջնահերթություն, եթե դուք լինեք վարչապետը, գնալու եք դրսում Երևանի անունից խոսեք, թե ինչպես այսօրվա իշխանությունն է ասում, մենք փակել ենք այդ հարցը եւ տնավորվեք Հայաստանում։ Շնորհակալ եմ, կներեք ժողովուրդ։ Ես շատ հեշտ խոսելու եմ Տրամփի հետ, շատ հեշտ։ Ոչ Փաշինյանի լեզվով, ոչ կատարողի լեզվով։ Ես շատ հեշտ խոսելու եմ Ռուսաստանի հետ։ Ես շատ հեշտ խոսելու եմ Ալիևի հետ, որովհետև այս դեպքում արդեն մենք ենք պահանջատերը։ Իրենք են գրավել մեր տարածքները։ Այսինքն մենք շատ հեշտությամբ ասում ենք, մենք կորցրել է Ալիևը, գրավել է 200-240 240 պաշտոնապես 240 կիլոմետր։ Դա 100 հատ Մոնակոյի տարածք է։ Այսինքն մենք դրա մասին ես տեսնում եմ նույնիսկ մեր ժողովուրդը արդեն մոռացել են։ Մենք դա չենք մոռանալու, մենք դրա համար պայքարելու ենք, բայց բանակցություններով։ Ես դրանում առավել քան վստահ եմ, որ մեզ կհաջողվի օգտագործելով մեր միջազգային կապերը հասնել նրան, որ հետ վերադարձնենք մեր տարածքները։ Ես վստահ եմ, որ նույն կապերով հասնելու ենք նրան, որ հետ վերադարձնենք մեր հայրենասեր հայրենակիցներին, Բաքվի բանտերից։ Եվ ամենաբարդ հարցը ես պատկերացնում եմ լինելու է Արցախահայության վերադարձի հարցը։ Մենք ոչ մի էջ չենք փակելու, մենք դրա համար անելու ենք ամեն ինչ եւ հույսով եմ ունենալու ենք նույնպես այդ հարցում հաջողություն անվտանգ վերադարձը ապահովելով, քանի որ վերադարձ ինձ թվում է հիմա Փաշինյանն էլ կարող է ապահովել, բայց անվտանգություն չի կարող ապահովել։ Դրա համար մենք ունենալու ենք լավ հարաբերություններ գերտերությունների հետ, միջազգային կառույցների հետ, դա միայն այդ ձևով կարող է հասնել այդ նպատակին։ Շնորհակալ եմ։